Կոչ իմանում բոլորիդ օգնել մեզ այս ուղղությամբ համայն հայությանը եւ բարի կամքի մարդկանց։ Վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական բանտից երրորդ հայն է հազանգում, որ իրենց իրավունքները կոպտորեն խախտվում են։ Միջազգային ու նույնիսկ ադրբեջանական օրենքները չեն գործում։ Ով է իմանում, աղա ինչ կլինի հետս, որպեսզի դուք տեղյակ լինեք ընդհանուր առմամբ ինչ է կատարվում։ Այսօր էլ հրապարակվել է Արցախի նախկին արտգործնախարարի ձայնագրություն խնդրանքը։ Դավիթ Բաբայանը դիմում է միջազգային հանրությանը, մարդու իրավունքների պաշտպաններին ու պարզապես հայ ժողովրդին, որ միավորվեն ու պաշտպանեն հայ գերիների իրավունքները։ Այս դատավարությունը, որ ընթանում է, իհարկե շինծու է, խախտում են կոպտորեն բոլոր նորմերը, մարդասիրության, արդարության, միջազգային իրավունքի, իրենց սեփական օրենսդրությունը։ Ես կոչ եմ անում, որպեսզի մեր հայրենանվեր հայությունը միավորվի եւ պաշտպանենք մեր իրավունքները, որովհետեւ մենք դիմելու ենք միջազգային դատարան։ Դավիթ Բաբայանն ադրբեջանական բանտում է 2023 թվականից, նա դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Այնինչ կատարվում է ադրբեջանական դատարանում դատավարություն չէ, էթնոքաղաքական վենդետա է հայ ժողովրդի դեմ, ահազանգում է արցախցի նախկին պաշտոնյան։ Իրենց բոլոր փաստարկները շինծու են, փուչիկ են, շատ թույլ են, չեք պատկերացնում։ Եվ այս դատավարությունը ոչ թե դատավարություն է, սա էթնոքաղաքական վենդետա է, էթնոքաղաքական լինչ է ուղղված մեր ժողովրդի անցյալի, ներկա եւ ապագայի։ Դավիթ Բաբայանը զրկված է նույնիսկ վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելու իրավունքից։ Իր դիմումներն անհետացել են, ելույթները չեն պահպանվել, պատմում է նա։ Սա նույնպես ոչ այնինչ է քանքայ ոչնչացնելու բոլոր քննադատական ուրեմն ելույթներ։ Հետևաբար խնդրում եմ բոլորդ սա ընդունեք որպես տեղեկություն միջազգային դատարանի որպես ի վարույթ, իսկ միջազգային հանրությանը ի գիտություն, որովհետև մենք ուզում ենք իսկապես դիմենք միջազգային դատարան եւ այստեղ միայն այդ դրանով է հնարավոր այդ հարցը կարգավորել։ Դավիթ Բաբայանը հազանգում է նաև ադրբեջանցիների կեղծ ցուցմունքների մասին, որ առանց իրեն ճանաչելու պնդել են, թե խոշտանգել է նրանց։ 53-ամյա Բաբայանը երբեք ռազմական պաշտոն չի զբաղեցրել։ Օրեր առաջ էլ բանտից Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին էին դիմել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։ Ինչ լուրջ եւ կոպտագույն խախտումներով ընթացել թե հետաքննությունը, ամբողջ քննությունը եւ թե դատավարությունը, մարդու իրավունքների, միջազգային իրավունքի, այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի եւ հայոց պետականության դեմ։ Նրանք էլ պահանջում էին, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը այցելի իրենց, կազմակերպի իրենց ու ընտանիքների հանդիպումը, նաև որ ՄԻՊ-ը նրանց գործերը ամբողջությամբ հայերենով ու ադրբեջաներենով փոխանցի իրենց ընտանիքներին։ Անահիտ Մանասյանն էլ արձագանքել էր, թե իր լիազորությունները սահմանափակվում են Հայաստանի տարածքով։ Հայաստանի վարչապետի կառավարության մանդատից էլ է դուրս այս հարցը։ Ինչ են անում, որ 19 հայ գերիները Հայաստան վերադառնան։ Այդ աշխատանքը մենք աշխատում ենք հնարավորինս կոնֆիդենցիալ պահել, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ դրա հրապարակայնացումը ոչ մի խնդիր չի լուծում, բայց նաև մենք հնարավորը անում ենք անազատության մեջ գտնվող անձանց խնդիրը շուտապույտ կերպով լուծել։ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին է մեղադրում, թե գերիների համախոհների զրույցներն Արցախի մասին բացասաբար են ազդում այդ հարցի լուծման վրա։ Փաշինյանն ասաց, թե խոսում են Արցախը հետ բերելու մասին, բայց նրա ակնարկած ընդդիմադիր ուժերը արցախցիների վերադարձի ու սեփականության իրավունքի մասին են խոսում։ Ադրբեջանում էլ են, չէ, հետևում քաղաքական խոսույթի։ Հիմա տեսնում են, չէ, Իշխանյանի կուսակիցները Հայաստանում ինչ խոսույթներով են հանդես գալիս։ Հիմա դա ազդում է այդ ընդհանուր process-ի վրա։ Իհարկե ազդում է։ Ընդդիմադիր ուժերն էլ Փաշինյանին են մեղադրում անգործության համար, թե առանց խաղաղության պայմանագրի ամենօրյա քարոզով մարդկանց հավատացնում է խաղաղությունն իրականություն է, բայց այդ հայտարարություններին զուգահեռ Ադրբեջանը հայ գերիներին ռազմական հանցագործներ է ներկայացնում ու դատում։ Այս ահազանգերը եւս լավ առիթ են, որպեսզի արտաքին գործերի գերատեսչությունը վերանայի իր մոդեցումը եւ վերջապես դեռնամուխ լինի այցելության իրավունքի իրականացմանը միջնորդ երկրների միջոցով։ Չնայած Փաշինյանի վստահեցումներին Եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ Սիրարուշ Սահակյանը կառավարության անգործության համար է մեղադրում, թե գերիների հետ դիվանագիտական խողովակներով հյուպատոսական հանդիպումներ պետք է ապահովեն ու դա չեն անում։ Պետք է լինի հասցեականություն, արդյոք արտաքին գործերի նախարարությունը պատրաստական չէ պաշտպանել իր քաղաքացուն,
որը չափազանց բացական հոգեբանական ազդեցություն է ունենալու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա, թե բոլոր դեպքերում ջանքեր գործադրվում են, սակայն ադրբեջանական կողմը խոչընդոտներ է առաջացնում, որպեսզի հանգամանքը պետք է դառնա հանրային իրազեկվածության առարկա եւ մենք պետք է թափանցիկ կերպով հասկանանք որտեղ է եղելությունը։ Ըստ իրավապաշտպան Սահակյանի, հայ գերիների ահազանգերից հետո մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համայնքն էլ պետք է ակտիվանա։ Սրանք նրա խոսքով ուղիղ փաստեր են, որ չկա արդարադատություն ու ցուցադրական էթնիկ վենդետա է սա վրեժխնդրություն։